Գնում ենք գումի շուկա, պաների բաժինն է, չէ, ես ճիշտ եմ տենում։ Ավելին ասեմ, գնում ենք պաների բաժին, որտեղ աշխատում է շատ սիրված հորաքույրում ծննդյանորն է եւ նրա բարեկամուհիները Արմինեն եւ Կրիստինեն են օտար երկրներից, բայց հարազատ էմոցիաներով որոշել են նրան ուրախացնել։ Գումի շուկայում նոր պաների տեսակ է, լավ գմփիկով պանիր, ընես որ իմացեք այդ մասին, ում պետքա թողա առնի։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը դեպի մեր շատ սիրելի Եղեգնաձոր։ Մենք հիմա եկել ենք ոսկե հարսանիք։ 50 տարի անց մեր զույգը, մեծ աղբեր Քաջիկը եւ տիկին Թամարան որոշել են իրենց հարսանիքը նշեն ու ջահելներին ասեն, տեսեք, ոնց են ապրում, որ 50 տարի հետո մի հատ էլ հզոր հարսանիք անեն։ Վերջապես եկավ պահը, որ մենք մտնենք։ Այսպես լավել կմնանք, մինչև 100 տարի։ Ով ուզում է։ Եկել հասել ենք շատ գեղեցիկ գյուղ, Մայակովսկի գյուղ։ Մի վախեցեք, եկել ենք հա։ Որտեղ ունենք շատ սիրված հորաքրոջ ծննդյան օր։ Ձեզ լիքը սեր ենք բերել հեռուներից, բայց թե որտեղ։ Արտուր աղբերը գտնվելով Ռուսաստանում որոշել է հորաքրոջը ուրախացնի, սեր ու հարգանքը ցույց տա, բայց նաև Արտուրի մայրիկն է այստեղ, տիկին Ֆատիման։ Նրան նույնպես ծաղիկներ ենք տալու Արտուրի կողմից եւ հայտնենք շնորհակալություններ։ Շատ լավ էր, ընտիր։ Եկել ենք հարսանիք, Անդրանիկի եւ Անգինի հարսանեկան արարողությունն է այս պահին։ Ուզապերտար հարսիկողը Մհեր հորեղբոր ընտանիքի կողմից Մհերի եւ նրա տիկնոջ Արմինեի կողմից, լսում ենք Փեսայի կողմից։ Գնում ենք շնորհավորենք մեր նորաստեղծ հայոց օջախը։ Դրանիկ էտի ճարագարիր ամեն ինչ, ապրես, միշտ այսպես կարևորը ուրախ պահեր ունենակ, միշտ իրար շատ սիրեք։ Դու տակ թող հարսիկներ տեսնի, թե չեն կողմից եկել է Տոմի Ջերի պես այո։ Նորթագերվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողեք այս տեսանյութը եւ որ 100% բաց չթողեք սեղ մեկ զանգակի կոճակ։ Երևանյան գեղեցիկ խցանումներն են ընկերներ։ Մենք հիմա Երևանում ենք եւ Երևանում գտնվում ենք շատ կարեւոր առիթով եւ գնում ենք շատ կարեւոր նշանակության տեղ։ Հիմա ասեմ միանգամից բոլորդ կիմանաք, ով այնտեղ չի եղել, հաստատ լսել է այդ տեղի մասին։ Օրինակ ես էլ եմ առաջ անգամ գնում այդ շուկա, իսկ շուկայի անունն է Գումի շուկա։ Վարդանը մատով ցույց է տալի, որ արդ մտել ենք, բայց ես չեմ հիշում։ Գնում ենք գումի շուկա, ավելին ասեմ, գնում ենք պաների բաժին, որտեղ աշխատում է շատ սիրված հորաքույրում ծննդյանորն է եւ նրա բարեկամուհիները Արմինեն եւ Կրիստինեն օտար երկրներից, բայց հարազատ էմոցիաներով որոշել են նրան ուրախացնել։ Իսկ մենք գնում ենք այդ գործողությունը իրականացնելու ծաղիկով տորթով։ Եթե գմփիկը պայթացնելու հնարավորություն զգանք կա, անպայման կպայթեցնենք Վարդան։ Եթե զգանք չկա, անպայման չենք պայթեցնի, որ այդ մարդկանց ապրանքը հանկարծ չփչացնենք։ Պատկերացնում ես, պայթացնենք լսվի հորած պաների մեջ սխառնվի դառնա գմփիկ պանիր։ Գումի շուկայում նոր պաների տեսակ է, լավ գմփիկով պանիր, ընես որ իմացեք այդ մասին, ում պետքա թողա առնի։ Խցանոտ իրավիճակ չենք մոռանում, որ մեր կյանքի 5 տարիները անցնում են խցանումների մեջ, պետք է ուրախ լինես, անկախ ամեն ինչից որտեղ ես գտնվում, դնես մի հաճելի երաժշտություն եւ վայելելով գնաս։ Ինքը ուրա, ինքը լուրա, տվեք իմ կանձին։ Կամ դնես ֆիլմ, կամ դնեք մեր տեսանյութերը նայելով գնաք ու հիշեք, որ խցանման մեջ պետք է մնալ ուրախ, զգոն եւ հավեսով, որովհետեւ անկախ ամեն ինչից ժամանակը չի նայում դու որտեղ ես անցնում է, գնում է։ Նիսանի կարգախոսը ասի, չէ՞։ Ինչի նկարիր օրինակ։ Ինչու եմ Նիսանով, ես չեմ ասես կան ժամանակ։ Հա, բարեկամներ, հարցն այն է, որ Porsche Cayenne-ի շարժիչը տաքացել էր եւ տաքությունից ի վերջո նա վարի գնաց։ Հիմա մենք ռեմոնտիրվեմ
шаржиш Porsche-каина, да. Это так получилось, что сейчас у нас нет Porsche, поэтому мы Nissan-ым, Altima։ Կարևորը մենք գնանք այնտեղ, որտեղ որ մեզ սպասում են կամ չեն սպասում եւ ուրախություն տանենք ձեր հետ միասին։ Ուրախացեք, իսկ արժևում գեղեցիկ շինություններ են բարձրացել վեր վերջի տարիների ընթացքում, մի 10 տարվա ընթացքում երևի։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ձեռք են բերել իրենց բնակարանը ընդամենը 5 միլիարդ դոլարով, այնպես որ բարով այլեք, ուրախ առիթներ թող լինեն ձեր տանը։ Իսկ մենք ուրախ առիթով գնում ենք գումի շուկա։ Գումի շուկա։ Երևանում այսօր խցանած շատ եղանակ են կերներ, ինչպես միշտ, եւ մենք հիմա այս խցանումների մեջ, որը մուգ կարմիրով է շեշտեմ ու նկատեմ, մեզ կհասցնի սիրված հորաքրոջը, ում անունն է Գայանե, ով աշխատում է պաների բաժնում գումի։ Գնանք, Վարդան, քեզ հետաքրքիր է պաների գները։ Ու վստահ եմ, որ շատ մարդկանց է հետաքրքիր պաների գները, դրա համար գնանք, վերջում էլ կճշտենք պաներային գնային աճը։ Տեսնենք ինչ աճ է գրանցել պանիրը, որովհետև եթե պանիրը թանկ լինի, մեր գյուղացին կշահի արանքում, իսկ քաղաքացին կտուժի արանքում, բայց գյուղացու շահելը շատ կարևոր է, որ գյուղացին մնա գյուղերում եւ զարգացնի մեր տնտեսությունը։ Կով, կավ, պանիր, մածուն, մսեղեն, ամեն ինչ ընկերներ, սա է իրականությունը։ Այս խցանման վերջում մի բան է լավ հույս տալիս, որ տեսեք ինչ գեղեցիկ է աշտարակը հեռուստա։ Սիրտ է շոյում իր գեղեցկությամբ։ Երևի թե ներկելու պահերն է հասել, եւ մի հատ էլ պետք է ներկեն։ Ես չեմ մոռանում խցանումների մեջ ոչ խցանային բաներ անել։ Իմ մոտ բացում է խցանումը։ Ինքը ուրա, ինքը լուրա, լվեք իմ գանձին։ Բոլորիս վերջն էլ այս մեքենայի նման մեքենաներով է։ Բայց ընթացքը ինչ ավտո ուզես կարող է լինել, այնպես որ պայքարեք, որ լավ ավտո լինի։ Թե չէ վերջում ինչ էական է, ինչով կտանեն փոսի մոտ քեզ։ Կարևորը ընթացքն է։ Արեկամներ եկան գումի շուկա, դու մեզ մեր վիգեն աղբոր մսի խանութը ստեղ է, ինչ միս ասես կա։ Ասենք այս մարդը ռայոնի աշխատող ժողովրդի քրտինքը գնահատել գիտի, դրա համար շատ հարմար գներով վերցնում է այս ապրանքը եւ շատ կրկնակի հարմար գներով տալիս է մարդկանց, մարդիկ էլ գոհ են, այդպես հերթ են կայնե հիմա, մենք գնանք չխանգարենք, գնանք մեր հորքուրի ծնունդը շնորհավորենք, չէ որ հորաքույրն է ծնվել, վիգեն աղբեր, ելանք մենք։ Դաժե դռները չեն փակում, մեկած տես։ Գնանք աղբեր, գնում ենք բան գտնենք։ Ինչ է անունը, պաների բաժինը։ Տես աղբեր, ձմերուկ էլ կա։ Համառային ձմերուկ։ Գումի իրարանցումն է ընկերներ։ Իսկ մենք այս իրարանցման մեջ գնում ենք ծնունդ շնորհավորելու։ Եկեք։ Ա բաներ կա, ստերլեց էլ կա։ Արաքսիկը ուղղակել կա։ Ահա պաների բաժինի ես տեսա։ Ասում ես թե մտել ենք մենք։ Աղբեր չենք մտել։ Չենք մտել, ու երբ ենք մտել։ Բարև ձեզ։ Գայանե։ Քրիստինա Արմինե։ Գայանե Քրիստինա Արմինե։ Բարև ձեզ։ Պաների բաժինն է, չէ՞, ես ճիշտ եմ տենում։ Դուք կարա մետիկին գայանեն եք։ Այո։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը գոլեգաներ ծափ տվեք։ Շնորհավոր։ Եկել ենք ձեզ ուրախացնենք, բա այդ ինչի մացակ ձեր մոտ եմ գալի։ Տորտը տեսակ հավատացիք, հա։ Աշխարհ կալ մի օր նորի։ Բանեմ։ Դավայ ամեն։ Շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Դուք ունեք գեղեցիկ նրբագեղ անակնկալ հերուներից։ Ով կլինի։ Կամ ովքեր։ Հարազատները սաղեր են, աղբորս երեխեքը, աղբերները։ Մեր րոպե ճիշտ էիք ասում, ձեր աղբոր երեխաներն են։ Ինձ բարուր է։ Ասա Վարդան, Քրիստինը եւ Արմինեն, այո, շատ սիրում են հորաքրոջը։ Իսկ օրոր ասե։ Շատ եք, չէ՞ սիրում։ Դա հələ ծափ տվեք։ Մի հատ էլ հեսա գալի պաչեք, հա, հեսա պաների գներն եք ասելու։ Հələ դե երազանք պայք։ Սիրտը իմ կարոտից փրկել։ Բոլոր երազանքները։ Ինձ համար հոսող արցունքներն։ Ինչ արի։ Պաների մեջ մնաց։
Հլնդե։ Այսով ծապ տվեց բոլորին մի կտոր տորթիկ։ Հա, շնորհավոր, շնորհավոր։ Դուր ախպեր լավ էլ հարմար պահը։ Պայթյուններ են գումի շուկայում ես։ Դուք կնվի, չէ, նվիրեք մետը պաչի կարեք, այս անգամ ծաղիկով պաչեք։ Հա։ Դավայ, դե նկարում ենք։ Ախպեր դու էլ ես նկարում։ Դու ռաջն ես։ Հարման։ Դե նվիրեք։ Ես անհոգոց ընկների Գումի շուկայում նոր պաների տեսակ է, լավ գմփիկով պանիր, ընես որ իմացեք այդ մասին, ում պետքա թողա առնի։ Հա։ Եկել ենք, ոնց որ ձեր ծննդել լինեցեք ուրախացել։ Դիկին գան այդ ծաղիկը տվեք իրան, չեք բռնե չեք տալ, տվեք իրան էլ, ըհը։ Ձեզ լավոր։ Հա, շուտ պանից եք գումի շուկայում։ Բա, ես դուք բոլորս, հա։ 30 տարուց ավել։ Արմինեն եւ Քրիստինեն շատ են սիրում իրանց հորաքրոջը, առողջություն են վերել, լիք էներգետիկա լավ։ Բայց չեք ստե կանգնել, ուրա ձեր տոշկան։ Փակել եք որ այդակ, այս ձեր տոշկեն, հա։ Հա, էսի Մարտունիումս էս պանիր սարքում են, էս թել պաներից, հա։ Էս սերզատ պանիրն, հա։ Հա։ Չէ, հա, պանիրը ես չեմ սիրում։ Մեծ ախպեր, այդ ծապ տվի вообще, թե չէ։ Հա։ Վայ, ոնց ես յոլայթում այսքան կնգամեջ։ Այսքան կնգամեջ ոնց ես յոլայթում։ Հիմա այնքան են խոսում, ոնց ես դիմանում։ Սովորել ես։ Հա։ Մոլադեց։ Ես էլ եմ եկան Անիկի հետ աշխատել, այդ սաղոր խոսում էին։ Սաղորը, կոֆե խոսա։ Ես իր ախպոր երեխեքն եմ։ Հա։ Դե ձեզ լավ որ առևտուր էլ նմա գոհեք։ Շատ մերսի։ Ախպեր դու էլ տոշկա ունես, թե օգնում ես բոլորին։ Տոշկա Օգնում է։ Բարեկամ, հա։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն մենք գնացինք գումի շուկայից։ Հա, դու տեսել ես ինչ արինք նոր։ Որ պայթացրին։ Ձեր հեռախոսը համար է կամ ինչ որ է։ Իմ հեռասամարն եմ ասում Viber WhatsApp-ով եք զանգում 077 061 222 Այս զինվորականի հեռախոսը, ստեհապասնի բան չկա։ Հա, զինվորականի, հա, լավ է դե։ Այս Viber WhatsApp-ով կզանգեք։ Տիկինգան է, մենք գնացինք։ Ստեփան Մարկարյան։ Լավ մնացեք։ Ուրախ եղեք, որ լավ նոր տարվա առևտուր անեք, լիքը փող աշխատեք, գամ տոկոսները վերցեմ։ Բա դուք ինչ եք վաճառում։ Կարմիր լոբի, Գորիսի լոբի։ Հələ նայ, Գորիսի լոբին է։ Եղեք նազորում ենք մենք ապրում։ Սուպեր լոբի է։ Դե Աստված պահի, սիրված լինեն, ձեզ էլ առողջ լինեք, գան գերկեն ձեզ։ Դե մենք գնացինք, դուք մնացիք։ Լիքը փող այսօր, մինչև նոր տարի։ Դրանից հետո էլ Վարդան, դու էլ ասում ես չպայթացնենք, ոչ չպայթացնես։ Պետք է պայթացնես պետք։ Հա, բարեկամներ, ես էլ գումի շուկան ամբողջ առօրյայով։ Հալայտանք են լրագրողների պես բզբզենք բողոքեն ժողովուրդը, ասեն թանգա։ Ուրա հավեր, աղավնի է, թե հավ։ Ճուճու է, որ հավ չես տեսել, յուղացի տղա ես։ Հավ։ Ստե այսինքն կարա կենթանաբանական այգու տեղել ծառայել, ով փող չունի, որ էթա գազնոց ախպեր, կարա երեխեքին վերցի բերիստե նայեն են, հավերը, ձկները, կապ չունի ձուկ։ Մեր ախպերն է։ Որը մեր ախպեր, հա։ Ես բան ես արե, ես եկել ես իմ հետևից, ես այդ դռները բաց եմ թողի քո խաթր։ Դե Վիգեն ախպեր։ Հա, Վիգեն նայ, մա։ Ստայանքեն բացեմ եմ։ Մեծ ախպեր դու էլ ապրես։ Մենք հելանք։ Գնացինք ախպեր ուրախություն տվենք, ես էլ ախպեր, շատ հաճելի էր։ Երևանք դե, ընթացքային։ Մեծ սիրով։ Ահա բարեկամներ, մենք հիմա մնում է հետա դարձով դուրս գանք։ Ապրիս մեծ ախպեր, շնորհակալ եմ քեզ լիքը կյանք առողջություն։ Գնացինք ընկերներ։ Գումի շուկայից դուրս եկանք։ Ահա այսքան է այսօրվա մեր տեսանյութում այս պահին։ Իսկ մենք շարունակում ենք մեր ճանապարհը դեպի մեր շատ սիրելի Եղեգնաձոր։ Բարեկամներ, հարգանքներս, այսօր եկել հասել ենք շատ գեղեցիկ գյուղ Մայակովսկի գյուղ, որտեղ ունենք շատ սիրված հորաքրոջ ծննդյան օր եւ կարելի է ասել հասանք արդեն հորաքրոջ տան մոտերը։ Արտուր ախպերը գտնվելով Ռուսաստանում որոշել է հորաքրոջը ուրախացնի, սեր ու հարգանքը ցույց տա
Բայց նաև Արտուրի մայրիկն է այստեղ, տիկին Ֆատիման, նրան նույնպես ծաղիկներ ենք տալու Արտուրի կողմից եւ հայտնենք շնորհակալություններ։ Մեր տիկին Ալբարթի օջախ հիմա հավաքվել են ու նշում են նրա ծննդյան օրը։ Բայց ես ոնց որ թազա են արել, ուղղակի բանա, որակը լավը չի էլ է, ալեկոծվել է։ Դա տենց է թվում, որտեղ ինքը հին ասֆալտ չի։ Թազա է, ուղղակի ալեկոծ։ Լավ չեն արել էլի։ Գլխառատ են արել, են ծույլի կաշակերտը ոնց է սովորում, կծֆ։ Կարևորը արգելքները չեն մոռացել։ Ուրեմն լսի, կոմոդ հայտնաբերել են ջրծաղիկ, կարմրակ, հեպատիտ A, խոլերա։ Ապրես, Վարդան ջան, ապրես։ Այս դա երեխեք ինչ են անում։ Բարի օր ձեզ։ Տղերք, բարի օր։ Ո՞նց եք։ Ախպեր 19 տունը ո՞րն է։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Մայակովսկիում, 19 բնակարան։ Հա, եղբոր երեխաների կողմից է անակնկալը, սիրելի հորաքրոջը, եւ քանի որ եղբոր երեխաների մայրիկն էլ այստեղ է, նրան նույնպես ծաղիկներ ենք բերել։ Գնա։ Հա։ Բարի օր ձեզ։ Ուրա հոբելյանը։ Ման, արիլ է։ Հարցնող կա։ Այդ մենք ենք հարցնում ձեզանից մեր Ալբարտ քույրիկ, շնորհավոր ձեր ծննդյան օրը, հա ծափեր տապեք, մի վախեցեք եկել ենք հա։ Շնորհավորում ենք ձեր ծննդյան օրը, բերել ենք ձեզ սիրուն անակնկալ, շնորհավորանքներ հեռավոր տեղերից, որ ձեզ ուրախացնենք։ Ուրախանում եք։ Շատ։ Դուք էլ եք ուրախանում, հա։ Դե ծափ տվեք, որ ավատամ։ Ձեզ լիքը սեր ենք բերել հեռուներից, բայց թե որտեղից, ահա, եղբոր տղու, հա։ Ես էլ կասեմ եղբոր երեխաների կողմից, ձեզ շատ են սիրում, ուրախ եմ, որ հենց դուք եք իրենց օրաքույրը, առողջ լինեք, լավ լինեք, դե մոտ լավ երազանք պայք փչեք, թող կատարվեն ձեր բոլոր երազանքները, կապսոսում հա, ու ծաղիկներ ունեք, որ հաստատ ամուսինը, բա ջան, այո, դեար վերցրու գնա նվերի մի հատ է պաչի կար, հա, դες համեսով, Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբել հա, քնած, ախոր, նա քնած, զարտնացրինք, դե թո հարցներս բավեն էլի, հա, ու տես, ձեզ լիքը լավ բաներ, բայց մի հատ հարց տամ, էլի, մեր տիկին Ֆատիման ուր է, չեք է, ճանապարհին են, դե լավ, կսպասենք մենք իրան, չէ, մենք դուրսը կլնենք, ուր են որ, հələ կարեք մի հատ անենց իմանաք, որ չիմանան մենք ստեղ ենք, Ինքը պետք է զանգի արդեն։ հա, հələ զանգի ասան չի չէ զանգում, ոտներս խերով ձեր ուրջախ, հա, չէ, մենք հիմա պետք է շատ շուտ հետ եթանք, մի հատ հələ տենանք, ուր են հասել նրանք, բարեկամներ, մենք հասանք աշտարակ, ինչ անենք, մեր տիկին Ֆատիման չէր հասցրել գալ ծննդյան տեղը, իսկ մենք նրա համար բերել էինք ծաղիկներ որդու կողմից, որը մեծ սիրով էր արված եւ մեծ իմաստ էր պարունակում եւ ինչը որ իմաստ է պարունակում մենք դրան կողմնակից ենք, դրա համար արժի հաստատ մի քանի կիլոմետր ավել քշած, դու արի իմ դեմը կային էլի, կային ասա մի հատ բան եմ վերցում գամ մամ, մեկա ծնունդը չի, չէ իրա, մենք իրան ուղղակի ծաղիկներ ենք տալի, հա։ Մանորյա զարդարանքն է աշտարակ քաղաքի ընկերներ, մենք հիմա աշտարակով երթևեկում ենք, ախպերս, ես դուս եկա բանը, ճանապարհ բետոն կա, ես զապրավկի մոտ կայնած եմ։ Հա, ես էլ եմ արդեն համարի հենա տեսա քեզ։ Տեսար, հələ մարգատ միացրու, այ դու ես, արի դեմս կային ախպեր, որ չջոգի մաման։ Լավ։ Չէ, երևի։ Այ մետևս, սենց հա։ Նստած հա ախպեր, հազար բարի, հարգանքներս։ Որ կոմից հա։ Հա։ Հարգանքներս, ինչպես եք։ Տիկին Ֆատիմա, հլի իջեք մեքենայից, մենք ձեզ ուզում ենք մի հատ, մենք ուզում ենք ձեզ շնորհակալական խոսքեր ծաղիկների տեսքով փոխանցենք ձեր որդու կողմից, ձեր որդիների կողմից, ու քանի որ Գրիգոր ախպեր նստա, թող ինքը գա պաչի ախպոր կողմից ու իրա կողմից, ձեզ շատ են տեղը գայինք, ուղղակի շուտ ենք եկել, հետո եկանք ձեզ տենանք, հատուկ շնորհավորենք։
Դե ձեզ լավ որ բարձր տրամադրու Այն մտքից որ գնում Որտե ձեզ շատ ասում Առողջ լինեք ու խոնարհվում ա ձեր առաջ Իմացեք այդ մասին Միշտ իմացեք նա ձեզ շատ ասում Դավայ հաջողություն Ախպեր Հաջողություն Բարեկամներ այսպես է լինում երբ որ թեթև ինչ անախորժություններ են պատահում իմացեք որ միշտ էլ կարող եք ուղղել ու գեղեցկացնել ամեն ինչ իսկ մենք մեր բաժինը գեղեցկացրեցինք հիմա գնանք Եղեգնաձոր ախպերս ես տաղ եմ սա մեր ծորն է ախպերս հա Թամարա Քաջիկը հիշեմ Վարդուին հիշեմ մնացածը հետո կազմա չէ ես թո մնացած ստե բարեկամներ մենք հիմա եկել ենք ոսկե հարսանիք 50 տարի անց մեր զույգը մեծ ախպեր Քաջիկը եւ Տիկին Թամարան որոշել են իրենց հարսանիքը նշեն ու ջահելներին ասեն տեսեք ոնց են ապրում որ 50 տարի հետո մի հատ էլ հզոր հարսանիք անեն մինչև մեր ներս մտնելը այնտեղ արդեն փեսան իր ծաղիկները գցեց հարսիկը իր եւ վերջապես եկավ պահը որ մենք մտնենք Բարես ինչ ես անում Բարես Արգակներս բոլորին յոտ բարձր գեղեցիկ հարսանեկան ծապեր, որ ոսկու հոտը գա Ես չգիտեմ այսօր մեր ես սիրուն գեղեցիկ թագավորին ու թագուհուն ինչ նվերներ եք բերել, բայց վստահ եմ, որ ոսկի բերած կլնեք, հա ինչ-որ մեկը, բերել եք Ծապեր տվեք, ծապեր Արցիկ ունենք, մեր ամենասիրուն արցիկն է, 50 տարի անց որոշել եք կրկնեք, հա? Հլասա, 1000 բարին, մեծ ախպեր Քաջիկ, դու շատ քաջ ես և 50 տարի անց նորից անում ես այն ինչը, որ ձեր գեղեցիկ ընտանիքը ստեղծեց, բա բալիկները ստեղել? Քանիսն են այստեղ, դու կանգնեք իրանց կողքին, որովհետև այսօրվա ոսկի օրը ձեզանով է ոսկի, ձեր ներկայությամբ Եվ քանի որ ես քաշ տեղյակ եմ ունենք բացակա մարդիկ, ովքեր չեն կարողացել գալ, հեռու են, հարգելի է պատճառը, արդեն պատկերացնում եք, չէ՞ ում կողմից կլինի։ Հա, այ ամերիկյանը, հա, ես որ եկել եմ, ուրեմն կանաչ հոտ է գալիս տեղից, ու մեծ սիրո հոտ է գալիս, կարոտի, որը ձեզ հավերժ միավորել է իրար ու այդ կարոտն ու սերը միշտ կլինի, անկախ նրանից ֆիզիկապես ձեր կողքին են այս պահին թե չէ, իմացեք, որ Վարդուհի քույրիկը ձեզ շատ է սիրում եւ շնորհավորում է ձեր 50 ամյակի արդիվ, հիմա ծափերով բոլորս շնորհավորենք եւ Վարդուհու բացական դարձնենք ներկա եւ ես Վարդուհու այս գեղեցիկ ծաղիկները, որը սպիտակ է, անմեղ ու գեղեցիկ Այդ սիրո մասին է ձեր երկուսի, որ ստեղծեց այս սիրուն ընտանիքը։ Հիմա մեծ ախպեր, նվիրի մի հատ էլ պաչիկարա ինչ պետք լինի, որ ջիջարով հա բայց։ Չէ, ախետ ինչ պաչել էր, բայց լավ, 50 տարվա պաչ։ Հեռանում ով սիրել է, չեմ մտորում սիրող սրտի պայքարը, անկեղծ սեր է խոստանում Զգում եք չէ, որ այսօր ձեր հարսանիքն է, լրիվ ասատուրը տենց արել է, չէ, հալել է ասատուրին, լավ անհասկացնում, ձեր ջահելությունն եք հիշել, չէ, ես մի բան ասեմ, ջահելությունը մի հիշեք, դուք ես ջահել եք, այսպես միշտ ջահել սիրով, լավ օրինակ լինեք, հլը ասեք ձեր սրտի խոսքը։ Ատես մի լարվեք, մի բան աստվետ է, աս։ Այսպես լավ էլ կմնանք, մինչև 100 տարի։ Ով ուզում ատ։ Այդպիսի կյանք, ծափեր տվեք մասնակցեք այս սիրուն առիթին, իսկ մենք կշարունակենք նվերների հանձնման արարողությունը, հաջորդը իմ ձեռքերում ոսկի է, հենց այս առիթի նման ու սա խորհրդանշական է, ասեմ ձեզ, հիմա մեծ աղբերը թող հանի նվերը տուփի մեջից, ես մի լավ բան եմ ասում, նա ինչ սիրուն է հələ, տես ինչ ա գրած, կոնյակի վրա գրված է ոսկի հարսանիք 50 տարի միասին, սա մի բան կարող է խորհրդանշել, որ այս կոնյակը գնաց մինչև 100 տարի միասինին, որ բացեն։ Ապրելը անհնար է, սրտից սերը միայն ինձ համար է։ Հլնդե, ձեն չեն անում, կարող համաձայն չեն, կարող է համաձայնել չեն, հա։ Չէ, համաձայն են, Վարդուհին իմացեք, որ շատ սիրված է և զգացված ձեր սիրով, ձեր ջերմությամբ ընտանեկան, ձեզ էլ է շատ սիրում, իրա սիրելի քույրիկներ, եղբայրներ թե եղբայր։ Եղբայր, քեզ էլ է շատ սիրում, դու իր ամենասիրելի եղբայրն ես, հիմա
եւ վերջին նվերն եմ ուզում տա մեր Վարդուհի Քույրիկի կողմից, այս իրա սրտում ու հոգում միշտ այս տեսքն է, ձեր կողքին է նա, ձեր շատ է սիրում, կարոտել է, պատկերացեք կարոտը ինչքան է նրա սիրտը տանջում, բայց սերը շատանում է, ավելի է շատանում սերը։ Բայց ես ստեցի նոր, ստեցի, որ ասեցի ես վերջի նվերն է, էլի նվեր կա։ Չէ որ ես հենց սկզբից, հենց ամենասկզբից ասել եմ, որ այս անակնկալից կանաչի հոտ է գալի։ Տես կանաչ ծաղիկները, ես էլ կանաչը որ տամ մեծ աղբորը։ Որ էտակ մեղրամից պիտի գնաք։ Բայց միշտ մեղրամից գնալը ես մի հատ նվեր բերեմ մեր բանակից, զինվորական գեղեցիկ նվեր մեր Էրիկի, հա? Ալեն Դելոն, Ալենի կողմից է, Ալենը նույնպես շնորհավորում է ձեզ։ Մի հատ էլ ենք ծափեր տալիս եւ հենց ծափերը վերջանում են, այդ պահին միանում է մի քնքուշ երաժշտություն, Հարսի Փեսայի պարը, որ տանգո պարեք, կհիշես պարես, ձևերը սովորել եք, պարապել եք տունը։ Հա, հել նորեն աս, նորեն, այն լավ բառերը նորեն աս։ Բայց դու կեղավարի նոր ասիր, ունեց աս։ Ես ժամանակին չեմ պարում էի, բայց դա դու միտացել եմ։ Դու շատ լավ ես պարելու, այսօրվա ամենասիրուն տանգոն մեր եթերում։ Միթե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես, սրտի շափը մեծացրել Դու հիմա իմ տունն ես, իմ տաքու կանկյուն ես ու ոչ ոք չունի քո աչքերից արևից պայծառ է քո ժպիտն ու ձայնը ջերմանում եմ ես հենց քեզնից իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ է որտեղ միայն սերն է իսկական ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ քոնե ամեն ժամ ու վարկյան Քեզ հետ ամեն օրը կրկնել եմ ես ուզում քո կողքը այն ինչին սովորեմ նորովի է կյանք առնում դու հիմա իմ տունն ես իմ տաքու կանկյուն ես ու ոչ ոք չունի քո աչքերից արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը ջերմանում եմ ես հենց քեզնից իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ են որտեղ միայն սերն է իսկական ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ քոնե ամեն ժամ ու Շատ չպարեց է ախպել, Հարսի Փեսան 50 տարվա փորձ ունեն է։
Այո, ինչպես ասում են, կյանքը քեզանով է սիրում։ Եվ իսկապես կյանքը հենց մեր կողք կանգնած, մեր շրջապատող, մեզ սիրող մարդկանցով է գեղեցիկ։ Դրա համար ես նորից եմ մոտեցել ձեզ։ Անակնկալը շարունակվում է, մնում է երաժշտությունը մի քիչ լիշնի ու ծափեր ընչեն։ Ծափերը մեր գեղեցիկ զույգի բարի համար շնորհակալ ենք, որ չմերժեցիք եւ հենց այդ պատճառով ձեզ էլի նվեր եմ բերել։ Նվեր մի շատ կարևոր մարդու կողմից, ով առողջական խնդիրների պատճառով այստեղ ներկա չի, բայց նրա սերը, հարգանքը այստեղ է եւ այդ մարդն է մեր տիկին Ռուզաննան։ Քույրիկին շնորհավորում է, հա ծափեր, առողջություն նրան, կարևորը մարդը։ Որոշել է արտահայտի եւ ցույց տա այս ծաղիկների միջոցով։ Մատելի սիրունը տեսնավիրի, պաչի։ Լուսացրել եմ ու քեզ հիշել, սիրուց այրվելով, քանի սիրո մատուրը երկնային քո պատկերով, քանի օտար քամի քեզ փորձել է Ես վստահ եմ, որ շարունակվում են բշրելով, բայց քանի դեռ ես ապրում եմ քեզ սիրելը իմ խոստումն է Տիգրանը եւ Գերկես Մորակյոց շատ սիրելի իր մայրիկի կողմից Ծափեր տվեք, այս սերը թող հարատև լինի, բոլորս ունենանք մեզ սիրող մարդիկ, իսկ հիմա շարունակեք ձեր լավ գեղեցիկ ուրախությունը մեր հրաշք հանդիսավար Ասատուրի հետ, Ասատուր, շնորհակալ ենք շատ լավ դիմավորելու համար, դե ձեզ լավով։ Ինձ հաղթել, ես գերիտ եմ մնացել Անգամ նախանձով եմ լցվում, երբ որ Ստեփան Մարփարյանը մտնում է որովհետև ժյուրերի տրամադրության փոփոխությունը դեպի վրասեն, իմ ավտոյով չեմ կայնեցել են նկարակը Ստեփան Մարփարյանը ոչ միայն հանրապետությունում, այլ նաև ամբողջ աշխարհում ծավալի իր եզակի գործողությունը, գործունեությունը Բրավո, ծափարենք այս հրաշք երիտասարդին, ով ամեն անգամ տարբերվում է իր եզակի եւ օրիգինալ անակնկալներով եւ նա միշտ գնում է իր նպատակի հետևից։ Բրավո։ Բարեկամներ, սա ճատան է, հարսանեկան 50-ամյակի ճատան։ Սա նշան է բարեբերության, բերքատվության եւ պտղաբերության։ Բան ունի ասելու Ասատուրը, բայց քան չեք ես ասեմ։ Ասատուրից գործը պակաս է, Ասատուրին շուտ-շուտ զանգեք թող գա ուրախացնի զարդարի ձեր առիթները, քանի որ նա հենց իր ներսում ունի արև, որ ուզում է նվիրի բոլորին։ Տվեք նրան այդ հնարավորությունը։ Բարեկամիս 100 տարի չէի տեսել, տեսա սիրտս լսվավ։ Հələ տենան կգա։ Երկար ժամանակ է չէինք հանդիպել ես եւ Ասատուրը։ Ասատուր, իշխաբար է սա ինչ է։ Ասատուրին հարցրեցի, ասաց, բա ինչ անեմ ախպեր, չեն զանգում։ Ինչպես թե չեք զանգում։ Մոռացել եք Ասատուրի համարը։ Հենց հիմա հիշեցնենք 0 94 68 57 57 կարճ հեռախոսահամարին զանգահարեք եւ մեր բարեհամբույր օպերատորը կտա ձեր բոլոր հարցերի պատասխանը։ Բարեկամ քո համարը։ Շնորհակալ եմ։ Ասատուրս ես միշտ հավանել եմ քո արած գործը, որովհետեւ քո սրտում արև կա, որ ուզում ես բոլորին նվիրես։ Բոլորին, անխտիր։ Չէ՞։ Իմ ընկեր, իմ վաղեմի ընկեր, ես կարոտել էի Ասատուրին։ Ինչքան կլինի, մի տարի կլինի։ Տարի 2 ամիս։ Տարի 2 ամիս չենք հանդիպել Ասատուրի հետ եւ այսօր ի վերջո հանդիպեցինք։ Ասատուր, բոյ ես քաշել ինչ է։ Բարեկամ, ասա գախնիկը կիսվի մեր հետևորդների հետ։ Ախպերը։ Կարևորը բոյը չի, կարևորը արած այդ գործն է։ Շնորհակալ ենք քեզանից։ Հաջողություն բարեկամ։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք Չարենցավանի Սաֆարի հոլում, երկրորդ հարկում, ունենք գեղեցիկ անակնկալ, մենք սպասում ենք, եկել ենք հարսանիք, Անդրանիկի եւ Անգինի հարսանեկան արարողությունն է այս պահին եւ մենք պետք է գնանք անակնկալ տանենք Մհեր հորեղբոր ընտանիքի կողմից Մհերի եւ նրա տիկնոջ Արմինեի կողմից, գնում ենք շնորհավորենք մեր նորաստեղծ հայոց օջախը Անդրանիկի եւ Անգինի գլխավորությամբ այսօր նրանք կազմում են հայոց սուրբ օջախ եւ այդ արդյունքում նաեւ ծաղիկներ ունի Անդրանիկի մայրիկը, Նաիրա քույրիկը, իր եղբոր Մհերի ընտանիքից։ Մի խոսքով երկու ծաղիկ, կոնյակ ու գեղեցիկ արարողություն կլինի այստեղ քիչ հետո, հաշված րոպեներ հետո, երբ որ հանդիսաբար Անուշ աղբերը այդ ամեն ինչը կհայտարարի,
շատ համով հայոց խորովածը տարան հենց նոր մեր կադրերի դեմով, բայց քանի որ մենք սոված չենք, սկի մի հատ էլ չվերցնեցի, էլի պետք չէր որ վերցնեինք։ Եվ ուզում եմ ուշադրություն հրավիրել ձեր այս գեղեցիկ Հայաստանի ամենաերկար լուստրան ոնց էր ախր, լուստրա, լուսամփոփին, սա Հայաստանի ամենաերկար լուսամփոփն է, մոտավորապես 10 մետր։ Տեսեք ինչ գեղեցիկ պարուրաձև խաղերով բարձրանում է մինչև վերև։ Եվ մենք հիմա կանգնած ենք նրա կողքին։ Անգին Անդրանիկ, Նաիրա, Մեհեր, Արմինե։ Նկարի։ Կարես դու մտնես տեղից նկարես։ Վիլի Անուշ ախպերը հիմա հարցանդե կլնի էլ, հեն անդե։ Դու ուզում ես առաջացի նկարի։ Շատ բարձր ծավալություններով պարոն Անկարյանի երկրագիրում եք կարյա ում ծավալությունները Ստեփան Մարմարյան Ես որ կողմն է, ես լավ եք ծափել։ Բարև ձեզ արգելներս, բարև եք ավակվել, շնորհակալ եմ ծափերի համար, ապրեք, շատ լավ եք ծափեր տալի, մանավանդ աչքով ում կողմն է, հարցի թե տեսայի։ Փեսան, հա, փեսայի կողմն է, դե լավ, սպասեք տնենք հարցի կողմը ոնց է, հարցի կողմը լավ դիվանա, մեր դու ծափեր տալ հարցի կողմը։ Չէ լավ, բայց ոչինչ, հիմա լսում ենք փեսայի կողմին։ Շատ լավ, հզոր, ապրեք, շնորհակալ եմ ծափերի համար, հիմա ես կգամ, ես խմում եք հլա առեց սկսած։ Շատ լավ եք անում, բայց հիմա բաժակները ստիպված կլինեք փոխանցել մեկին, որ ես ձեզ անակնկալ անեմ, էլի սիրուն։ Ծափեր տվեք, լավ ամեն ինչ, հիմա ծաղիկները փոխանցենք մեր Անուշ ախպեր Անդրանիկին, ծաղիկները, հիմա հենց որ ասեմ կնվիրես Հարսիկին, դուք ունեք շատ սիրուն անակնկալ հեռավոր տեղերից, կասկածներ կան ում կողմից կլինի Անդրանիկ Անուշ ախպեր։ Ասա չէ։ Չկա, չունի ոչ մի կասկածներ, դե նորմալ է կարող է Հարսիկ ունի, Հարսիկին հարցնենք, Հարսիկ դու ասա, ո՞ր կլինի։ Անգին էլ չգիտի, դե որ չգիտի ծափեր տվեք, ոչինչ, կարևորը պահը գեղեցիկ է և մեր գեղեցիկ հայոց զույգը այսօրվանից կազմում է հայոց սուրբ ընտանիք, օրհնված լինի Աստծո օրհնությամբ։ Դե հիմա բարեկամ, սկսի նվիրատվության արարողությունը, մեր դեր պաշիկ կանես, որ Քանի սիրո ուրևոց հավարելի մատուրը երկնային քո պատկերով Ինչ արագարիր ամեն ինչ, ապրես, միշտ այսպես կարևորը ուրախ պահեր ունենաք, միշտ իրար շատ սիրեք և ես հիմա էլ չեմ ուզում ասեմ ում կողմից է անակնկալը, որովհետև մի հատ էլ նվեր ունենք, ես մեկն է քեզ ենք տալ, ես տալիս ենք փեսային, բայց փեսան էլի նվեր ունի, հələ որ այդ հետո կտանք, հիմա բաց կոնյակը բաց տենանք, ինչ կոնյակ ենք բերել քեզ Վախենում եմ սայթակել Տեսնես այստեղ ինչ է գրված։ Դե թույլ տանք թող Հարսիկներ տեսնի, թե չէ այն կողմից եկել է Տոմի Ջերի պես նայում։ Դե ծափեր տվեք, այս կոնյակը շատ խորհրդանշական, սիրով լցված, լավ մաղթանքներ պարունակող կոնյակ է եւ այս կոնյակը բացելու եք առաջնեկի ծնվելուց։ Իսկ թե քանիսն եք ունենալու Անդրանիկ ասա, քո անունը նենց անա, որ պետք է մինիմում 5 լինի, չէ՞։ Կանյակի զավոդ բացենք։ Հա, կանյակի զավոդ ենք բացելու եւ դա շատ լավ է, որովհետեւ լիքը բանիկներ են լինելու, մանավանդ որ Հայաստանի հյուսիսից եք եկել, հյուսիսի երկու քաղաքներից, շրջաններից, բարով եք հավաքվել Չարենց հավանում, իսկ հիմա ես ծաղիկներ եմ ուզում նվիրել, ես էլի չեմ նվիրի թեկուզ, մեր Նաիրա քույրիկը որտեղ է, Փեսայի մայրիկին եւ այրիկին, հրավիրում ենք հիմա այստեղ, եկար, եթերել էի ծխելու, լսել էի հորդորները, որ ասում է զարումի ծխի։ Կաչեցի պարի ացնուս։ Դե հիմա ես ուզում եմ ծաղիկների տամ քեզ։ Հետ չելելա տես բան։ Հետ չելելա որ ծաղիկներ, տաղան, քեզ ծաղիկներ։ Հետա է լավ։ Բայց սա չես պարվում, որ խայտարակ չենք երկուսը։ Նվիրում ես տիկնոջը։
Ահա, մի մոռացեք, հա։ Այս կապակի Ոչ մոտ։ Ապրես, հա, ծախեր տվեք, թողսերը թագավորի բոլորի հոգիներում, բոլորի սրտերում եւ հիմա եկավ պահը, որ մի հատ էլ գնամ ֆեսայի մոտ հարցեր տամ։ Ում կողմից կրնի, հտասա էլի։ Քերիների։ Ճիշտ ես, բայց կոնկրետ ասա։ Եթե կայ Ուրեմն նայ, անակնկանը, հեռավոր տեղերից է, կարող է հələ նայրակույնի կասի։ Ամերիկայից։ Չէ ասի, չէ, հելի կաղա Ամերիկա էր, հնարավոր է, չէ, Ամերիկա չի, հələ մի քիչ տեղափոխենք աշխարհամասը։ Մոսկվայից։ Լավ, ես էլ շատ հարցեր չտամ, ոնց որ մոտենում եք, ճիշտ եք ասում եւ ասեմ, Անդրանիկ ախպեր, քո հոպարն է էլի գալի, հորեղբայր, չէ, քերրի է հենց գալի, ճիշտ ես ասում, հա, Հայկը քո հիմա քավորն է, Հայկ մեծ ախպեր, հարգանքներս, բայց ախպեր կա քավորի համար, հա։ Մեր եղբայրը Տիկնոջ Արմինեի հետ միանում է ձեր այս գեղեցիկ առիթին ու շնորհավորում է, բայց որ շնորհավորում է, թողել ես ներքև, հա, որոշել ես գողանաս ինչ է, հա, ես իմացա ինչ է, նվեր կա, ուրեմ, պատկերացնում ես նվեր կա ու Վարդանը որոշել էր հետ տանել մեր հետ, վայ Վարդան, հա տանում էր, Դե լավ, հիմա կարող եք արդեն գնալ ձեր թագավորական տեղը, հեսա Վարդանը կգա, մենք այդ հարցերը կլուծենք։ Վիլի, ուր ես բարեկամ, գնացել ես հեռուներ ինչ է։ Շարունակել թե նկարել, ոնց ես ուզում։ Ես նկարում եմ։ Յանը շարունակել ծափարիչների Դու կարող ես շարունակել։ Ստեփան Մարկարյան, ովի գերեցիկ հրաշալի անակնկալով պարզապես զարգալեց այս գերեցիկ հրաշալի պահը։ Անակնկալը կարծեմ դեռ չի վերջացել, չէ՞։ Չի վերջացել։ Բրավո։ Եկեք նա շատ բարձր ծափարիչների Ղազարյանների, Շահինյանների բոլորներից դուրս եւ ոչինչ չեն խնայում։ Ամեն ինչ իրենց թեկուզ ոչ ֆիզիկապես, բայց ներկայությունը կսահելու, ապացուցելու համար։ Որիտ եմ տալի, ցելա կցեք հələ։ Ցելա, դավայ։ Բրավո։ Պեսայի մենք տալի։ Անդրանիկ ջան, բայց գոնե այսօր բանից հետո այդ լավ սրարով գնանք մի հատ ամուսնական ճանապարհորդության Եգիպտոս գնաց, բա մի հատ ճիգարոջ ծափարի սեփականները։ Աչքերից արևից պայծառ Սասակ շատ լավ արեցիք, բայց ես մոտական է Վարդան, կարողա դու զգացել էիր, որ հա հելա, ձեզ լավ որ շնորհակալ եմ շատ լավ դիմավորելու համար Վարդան, ինչ է, որոշվել էիր Թարսի Փեսայի փողերով գնայր Եգիպտոս, ինչ է Իսկական, ես քեզ խոստանում եմ Եվս մեկ հայոց Սուրբ օջախ կառուցվեց այսօրը դարձավ առիթ, որ հայոց ազգում եւս մեկ գեղեցիկ ընտանիք լինի եւ մենք մեզ լավ զգանք։ Իսկ հիմա գնանք դեպի մեր շատ սիրելի Եղեգնաձորը։ Ու ասեմ ձեզ արդեն երկար ուզիկ տարիներ ես հետ չեմ նայում, հիվանդ եմ թե առողջ միշտ գնում ենք շնորհավորում ենք լավ առիթներ ենք մասնակից դառնում, ինչը ինձ համար շատ հաճելի է եւ կարեւոր։ Ես մեկը լավանամ, բայց այս պահը էլ երբեք չի կրկնվի։ Դրա համար մեր ներկայությունը շատ կարեւոր է, որ այստեղ լինենք, ինչպես նաեւ այն մարդկանց ներկայությունը, ովքեր ցանկանում են, որ մենք այստեղ լինենք, ինչպես այս անգամ մեր քերին, էլի քերիա գալի դե ախպեր։ Քուր ախպեր եմ, բայց քերիա։ Քերին էր, ես հորեղբայր եմ ասել, բայց քերիա։ Մեր քերին իր տիկնոջ Արմինե Քույրիկի հետ գտնվեցին Անդրանիկի եւ Անգինի հարսանեկան հարարողությանը, ստացան իրենց ներկան, իսկ մենք ճղելով Չարենցավանի շրջանաձև երթևեկության արգելքը գնում ենք Եղեգնաձոր։